Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակության այսօր իմ զրուցակիցն է ռազմական հարցերով փորձագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, երեք բավական անսպասելի հայտարարություն արեց իրանական կողմը, ըստ որի հայ-իրանական սահմանին հատուկ նշանակության ջոկատները անցկացնում են զորավարժություններ, ընդ որում իրանական կողմը իր հատվածում, հայկական կողմը իր հատվածում եւ ինքը ֆորմատը թե հայտարարության ձևի, թե ընդհանրապես այդ բուն զորավարժությունների բավական անսպասելի էր։ Հիմա այդ հայտարարությամբ Թեհրանը բարձրապես ֆիքսում էր ինչ որ կա, թե ինչ որ մեսիջ էր ուղարկում, ինչ որ ուղղությամբ։ Բնականաբար զորավարժությունները իրենց բնույթով լինում են մեսիջներ հղող եւ իրականում այս զորավարժությունները որպես կանոն կախված տարածաշրջանային առանձնահատկություններից, պետությունների մեջ հարաբերություններից նաեւ մեսիջներ են հղում, ինչպես տվյալ պետությանը, այնպես էլ խաղացող երկրներին, հարևան պետություններին։ Այս դեպքում իսկապես տարածաշրջանը բավականին առանձնահատուկ է եւ Իրանի բոլոր գործողություններն էլ թե արտաքին քաղաքականությունը, թե ներքին քաղաքականությունը եւ թե հատկապես զինված ուժերի հետ կապված քաղաքականությունները բոլորը մեսիջներ են հղում, հատկապես այս շրջանում, երբ որ Իրանի շուրջ տեղի ունենում զարգացումներ։ Եվ այս առումով միանշանակ կարելի է ասել, որ Իրանը բացի այն, որ զորավարժությունները առաջին անգամ հայ-իրանական համատեղ զորավարժություններ են անցկացվում, սա նաև հստակ մեսիջ է նրա մասին, առ այն, որ զորավարժությունների միջոցով հավասարության, այսպես ասած, նշան է դրվում թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի միջև, այսինքն, եթե միջև հիմա Իրան-ադրբեջանական զորավարժություններ բազմաթիվ անգամ տեղի ունեցել, այսօր Իրանը նաեւ Ադրբեջանին սրանով ասում է, որ ինչպես որ դու ես ինձ համար հարևան եւ շատ կարեւոր, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն է հարևան եւ շատ կարեւոր իր անվտանգ սահմաններով եւ հենց այս սահմաններով։ Այնպես որ սա պետք է դիտարկենք նաեւ մեսիջ տարածաշրջանում տեղի ունեցողին։ Նախնական խոսակցության զրույցի ժամանակ ընդգծեցիք, որ զորավարժությունների դեպքում շատ կարևոր է վերնագիրը, այսինքն ինչպես է դա վերնագրվում Ադրբեջանի դեպքում 24 թվականի աշտանը, եթե չեմ սխալվում, երբ տեղի ունեցան նմանատիպ զորավարժություններ, մի բան էր դրված հիմքում։ Հիմա դրված է ուրիշ բան։ Իսկապես զորավարժությունները իրենցով այդ քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական մեսիջներ երբ որ հղում են, կարևոր նշանակություն են տալիս հենց վերնագրերին, անուններին։ Այս դեպքում նմանատիպ նույն ֆորմատի զորավարժություն տեղի ունեցել նաև Իրանի եւ Ադրբեջանի միջև 2024 թվականի աշնանը, եւ այն ժամանակ բոլորովին այլ վերնագիր էր, բոլորովին այլ նյութ էր, այսինքն այնտեղ զինված խմբավորումների դեմ պայքարներ իրենց տարածքներում, ամեն մեկ իր տարածքում, իսկ այս դեպքում խոսքը գնում է նույն սահմանի մասին, այսինքն համատեղ գործողությունների մասին, սահմանի վրա հնարավոր հարձակում գործելու այնտեղ գրված է, որ անցակետերի վրա, բայց պետք է այդտեղ բնականաբար հասկանանք, որ հենց սահմանի կամ սահմանի մոտակայքում տեղ ունեցող գործողություններ եւ բնականաբար այնպիսի մի վերնագիր, որը որ ուղիղ չի վերաբերվում երրորդ երկրին, այլ ընտրում են մի անմեղ, մեր պարագայում տվյալ դեպքում բավականին անմեղ այսպես վերնագիր է, ահաբեկչական խմբավորումներ եւ այստեղ եւս ունի իր մեսիջը, որ Իրանը սրանով հասկացնում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Հանրապետության սահմանի վրա կամ սահմանի մոտակայքում կամ անցակետերի վրա տեղի ունեցող ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ահաբեկչական գործողություն եւ կստանա համապատասխան արձագանք։ Սա եւս հստակ մեսիջ էր, որը որ այս զորավարժության ընթացքում տրվում է։ Եվ ընդհանրապես զորավարժությունները եւ զորավարժությունների տևողության քանակով էլ, այսպես ասենք, օրային պայմանավորված, դա հստակ մեսիջ է։ Այս դեպքում 2 օր է
ամսի 9-ին եւ 10-ին եւ սա եւ ընդ որում ստորաբաժանման հետ կապված բավականին սա երկար ինտերվալ է, որովհետեւ որպես կանոն նմանատիպ զորավարժությունները տևում են 1 օր, նույնիսկ 1 օր է, չէ, մի քանի ժամ այդ արարողակարգային գործողությունները եթե չհաշվենք, իսկ այս դեպքում 2 օր ինքը արդեն բավականին շատ լուրջ, կարելի ասել, զորավարժություն է, որը որ տեղի է ունենում։ Տեսեք, զորավարժությունների մասին լուրեն այն աստիճան անսպասելի էր, որ շատ փորձագետներ նույնիսկ չեն էլ հասցրել դրան արձագանքել, այսինքն որոշակի գնահատական տալ ինչ է, այն որ վայ, էս ինչ եղավ, բայց ենթադրում եմ, որ առաջիկայում կլինեն մարդիկ, որոնք կպնդեն, թե ռազմավարական եւ քաղաքական իմաստով է զորավարժությունները սխալ են, որովհետեւ հաշվի առնելով Իրան Միացյալ Նահանգների լարվածության աճը, Դոնալդ Թրամփի սպառնալիքները ուղղված Իրանին, իսկ այնտեղ Դոնալդ Թրամփը արդեն ուղիղ սպառնում է, եթե դուք սա չանեք, մենք ձեզ կհարվածենք Իսրայելի գլխավորությամբ, եւ դա կարող է ազդել որոշակիորեն Երևան-Վաշինգտոն հարաբերությունների վրա։ Դուք այդ տեսակետը կիսեք, եթե նման տեսակետի հանդիպեք։ Գիտեք, ես բազմաթիվ անգամ եմ ասել թե իմ հարցազրույցներում, թե իմ հոդվածներում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է աշխատի իր միջազգային գործընկերների հետ, կազմակերպությունների հետ եւ կարողանա ճիշտ ներկայացնել իրավիճակը այս տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերները ճիշտ ներկայացնի եւ կարողանա միջազգային գործընկերներին համոզել առնվազն, որ իր համագործակցությունը հարևան երկրների հետ քաղաքական, դիվանագիտական, ռազմական բխում է հենց տարածաշրջանի անվտանգության շահերից եւ հատկապես Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից եւ տարածքային ամբողջականության պահպանման շահերից։ Այս առումով ես կարծում եմ, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ռազմական համագործակցությունը զորավարժությունների համատեքստում ուշացած է։ Եվ մեր անկախության տարիներից ի վեր պետք է մենք շատ վաղուց այս ամենը անենք եւ հիմա բոլորովին այլ հարթության մեջ լիներ մեր զինված ուժերի հարաբերությունները։ Եվ եթե մենք խոսում ենք արտաքին մարտահրավերներից եւ հնարավոր վտանգներից, ապա այստեղ շատ կարեւոր եմ ես համարում հաշվի առնել այն փաստը, որ որքան որ Հայաստանի Հանրապետությունը բարի դրացիական հարաբերություններ ունենա եւ որքան որ կարողանա իր համագործակցությունը ընդլայնել հարևանների հետ, այնքան դա բխում է հենց խաղացողների շահերից, այս տարածաշրջանում խաղացողների շահերից, որովհետեւ խաղացողների համար ինչու՞ չէ բացվում են նոր հորիզոններ տվյալ պետության վրա ազդելու համար։ Այդ միջոցով ամբողջությամբ փակելը մեկ այլ բան է, բայց ամեն կերպ պորտալարերով կապել եւ այնուհետեւ այդ պորտալարերով կարողանալ ազդելը մեկ այլ բան է։ Այնպես որ ես չեմ կիսում այն կարծիքը, որ հիմա ճիշտ պահը չէր, այդ պահը չէ, չպետք է պայմանավորված արտաքին մարտահրավերներով չպետք է գնալ դրան, այլ հակառակն եմ ես ասում, մենք պետք է շարունակենք աշխատել միջազգային գործընկերների հետ, կազմակերպությունների հետ եւ ասել, որ մեր շահերից է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից է բխում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, թե դիվանագիտական, թե քաղաքական եւ թե ռազմական համագործակցություն։ Այսինքն դուք կարծում եք, որ ճիշտ համադրությունը հիմա Իրանի Իսլամական Հանրապետության հետ զորավարժություններ անցկացնելը 2 ամիս հետո արդեն Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնել։ Իհարկե, որովհետեւ մենք այստեղ մեզ չենք կաշկանդում հայ-իրանական ռազմական կամ տնտեսական քաղաքական հարաբերություններով, հարաբերությունների զարգացմամբ եւ մենք նաեւ ինչու՞ չէ, մեկ այլ զորավարժություն ենք անցկացնում մեր տարածաշրջանում, ավելին պետք է ասեմ, մեր երկրում նաեւ գտնվում է դիտորդական առաքելություն, որին այդքան էլ, այսպես ասենք, դրական չի վերաբերվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց մենք կարողանում ենք ներկայացնել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, որ այդ դիտորդական առաքելության ներկայությունը բխում է մեր պետության անվտանգային շահերից։ Այսինքն այստեղ կարևոր է որ մենք ճիշտ աշխատենք։ Որքանով ես եմ տեղյակ, Իրանի հետ այլևս վաղուց այդ խնդիրը չկա։ Որովհետև մենք աշխատել ենք, որովհետև մենք դա կարողացել ենք ցույց տալ, որքան էլ որ Ադրբեջանը փորձում էր, եթե կհիշեք, Ադրբեջանը անդադ փորձում էր սլաքները այլ կողմ ուղղորդել, թե դիտորդական առաքելությունը ինչ որ փաստահավաք գործողություն է իրականացնում, լրտեսական գործողություն, այո, լրտեսական գործողություն է իրականացնում Սյունիքում եւ այլն եւ այլն։ Որքան էլ որ Ադրբեջանը փորձեց, բայց միևնույն է չհաջողվեց, որովհետև
Հայաստանի Հանրապետությունը կարողացավ աշխատել Իրանի հետ եւ ասել, համոզել, ապացուցել, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից եւ ուղղված չէ որևէ պետության դեմ։ Իրանի թեման շարունակելով ես շատ փորձագետների գիտեմ, շատ չէ, բայց կան, որոնք պնդում են, թե Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի մասին պատկերացումները իրականում փուչիկ են, ընդ որում մատնանշում են դրա համար Սիրիան, մատնանշում են Լիբանանը, մատնանշում են էլի մի շարք հանգամանքներ եւ հետեւաբար ասում են, թե Իրանի բոլոր այն հավաստիացումները, որ կարմիր գծեր կան, դա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ակնարկները, թե Իրանը կխառնվի, այդ ամեն ինչ իրականում լեգենդ է, որոնց հավատալ ոչ մի դեպքում չի կարելի։ Բնականաբար առաջին հերթին այս ժողովրդական լեզվով ասած հույսը պետք է քո վրա դնես եւ սին այսպես հույսերով չառաջնորդվես քաղաքականությունը տառած չտանես, բայց միջև հիմա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցամաքային գործողություններ տեղի չեն ունեցել եւ ցամաքային գործողություններ եւ ուղիղ գործողություններ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ տեղի չեն ունեցել։ Եղել են օդային հարձակումներ, պատասխան հարձակումներ եւ դրանից ենթադրություն կազմել, ասել, որ սին է, դատարկ է կամ ուժեղ է, հզոր է, կարծում եմ, որ այդքան է տեղին չէ։ Ոչ մեկ այդ թվում նաեւ հատուկ հետախուզական գործակալական ցանցերը միջև վերջ տեղեկացված չեն, թե Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը ինչպիսի պոտենցիալ ունեն, ինչպիսի հնարավորություն ունեն, հատկապես հետևակը ցամաքային ուժերը, ռազմածովային ուժերը։ Սրա մասին ինֆորմացիա չկա։ Եւ քիչ առաջ երբ որ ԱՄՆ-ի այդ խոսույթից էինք խոսում, երբ որ անդադ ասում է այ կհարցակվեմ, ԱՄՆ-ն եթե վստահ լիներ, որ ինքը կարող է գործողություն իրականացնել առանց 1 րոպե վարանելու ինքը գործողություն կիրականացներ եւ այդ գործողությունով կստիպեր Իրանին համապատասխան այդ զիջումներին կամ համապատասխան գործարքներին գնալ։ Արդարության ասենք էլի Միացյալ Նահանգների հարվածների միջոցով նույնիսկ հութիների հախից չի կարողանում գալ, ասենք Իրանի հետ ինչ պիտի անի։ Հենց դա եմ ասում, որ վստահ չեն, թե ոչ մեկ վստահ չի, թե Իրանը ինչպիսի ռազմական պոտենցիալ ունի։ Ինչ վերաբերվում է խառնվելուն կամ չխառնվելուն, ես կարծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության դեմ հնարավոր Ադրբեջանի ագրեսիայի դեպքում միանշանակ խառնվելու է։ Ինչի, որովհետև 44-օրյա պատերազմից հետո իրանական իշխանական փորձագետները, վերլուծաբանները նաև շատ ուղիղ տեքստով ասել են, որ իրենք սխալ են գործել, երբ որ այդ ռազմական գործողությունների ժամանակ դիտորդի դերում են եղել, քանի որ իրենց քանի դեռ այդ տարածքները, որոնք որ Հայաստանն էր վերահսկում, այդ տարածքները իրենցից վտանգ չէին ներկայացնում Իրանին։ Իսկ քանի դեռ անցավ այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ, դրանք ամբողջությամբ իրենցից վտանգ են ներկայացնում Իրանի ցամաքային գործողությունների վերսկսման կամ ցամաքային գործողությունների սկսման դեպքում։ Ասել է, թե այս դեպքում Իրանը այդ դառը փորձը նաև հաշվի առնելով բնականաբար ամբողջությամբ իր ազգային անվտանգության շահերից ելնելով կարող է որոշակի այսպես դերակատարություն ունենալ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ, բայց թե միջև որտեղ ինչպիսի պայմաններում կամ ինչպիսի իրավիճակներում դա արդեն դժվար է ասել, որովհետև ռազմական գործողությունները ինքնին ֆորս մաժորային իրավիճակներ է ստեղծում շատ հաճախ եւ այդտեղ չի կարելի միանշանակ ընդունել եւ ասել, թե այ հաստատ միջև վերջ Իրանը կլինի Հայաստանի Հանրապետության հետ եւ Հայաստանի Հանրապետության կողքին։ Այստեղ երկու հանգամանք կա, 3 ավելի ճիշտ։ Հանգամանք առաջին, 2 տարի առաջ զորավարժությունների անվան տակ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցամաքային զորքեր բերեց, մոտեցրեց Ադրբեջանի սահմանին, որում Հայաստանի սահման չէ, 150,000 թվականակով եւ այդ զորքը մնացել է տեղում։ Այսինքն բերեցին ու այլևս չտեղաշարժեցին։ Չի խառնվելու պնդումները նաև կապված են սրա հետ։ Ադրբեջանի դեմ Իրանի գործողությունը նշանակում է ուղիղ կոնֆլիկտ Թուրքիայի հետ,
Ադրբեջանի դեմ ցանկացած գործողություն նաև նշանակում է ուղիղ գործողություն Ռուսաստանի Դաշնության հետ, որի հետ Ադրբեջանն ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր, եւ այդ պայմանագիրը ենթադրում է, որ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում Ռուսաստանը պետք է խառնվի։ Ճիշտ ասած Ռուսաստանի պարագայում մի քիչ ես կասկածում եմ, կասկածամտորեն եմ մոտիկանում, որովհետև Ռուսաստանը եւ Հայաստանի հետ ուներ նմանատիպ պայմանագիր, եւ Սիրիայի հետ ուներ նմանատիպ պայմանագիր, ընդ որում շատ ավելի խորքային, շատ ավելի դետալացված, քան օրինակ Ադրբեջանի հետ։ Այնպես որ չեմ կարծում, որ հանուն Ադրբեջանի Ռուսաստանը կգնա Իրանի հետ առճակատման հանուն Ադրբեջանի։ Այն դեպքում, երբ որ Ադրբեջանը ակնհայտորեն կլինի ագրեսոր։ Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այստեղ մի քիչ այլ է իրավիճակը, որովհետև Թուրքիան բացի Թուրքիա լինելուց նաև ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Եվ այստեղ Իրանն էլ Սիրիա չի։ Եվ չի կարող առանց կենտրոնական իշխանությանը, այսպես ասեմ, փոշիացնելու գործողություն, որ վերցնի, որոշի Իրանի դեմ պետք է գործողություն իրականացնի։ Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ ՆԱՏՕ-ն եւս չի ուզենա Իրանի հետ մտնի ռազմական գործողությունների մեջ։ Բայց մեկ այլ հանգամանքի վրա եմ ուզում այստեղ ուշադրություն դարձնել, որ Ադրբեջանը եւս Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի լայնածավալ ես նկատի ունեմ չի գնա այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի որոշի կամ խաղացող երկրները չեն որոշի, որ պետք է Իրանի դեմ սկսեն ցամաքային գործողություններ։ Իսկ ցամաքային գործողությունների աշխարհագրությունը ընդգրկում է նաև Ադրբեջանի տարածքները, Ադրբեջանի տարածքներից ցամաքային գործողություններ։ Իսկ այստեղ արդեն Իրանը իրեն նաև իրավունք է վերապահելու Ադրբեջանի դեմ գործողությունները Ադրբեջանի տարածքում գործողությունները հենց Ադրբեջանի դեմ իրականացնել։ Իդեպ Թեհրանը վերջերս իր հարևաններին բոլորին զգուշացրեց, որ ցանկացած գործողություն, որին մասնակից կլիներ, անգամ օդային տարածք տրամադրելու իմաստով, ցանկացած երկիր, որը կմասնակցի գործողություններին, հնարավոր Իրանը դա կանքալի որպես թշնամական գործողություն եւ կդիմի համարժեք գործողությունների այն իմաստով, որ կարող է, չգիտեմ, անկարծ որոշել, որ այս երկրի մայրաքաղաքը մեզ դուր չի գալի։ Իրականում գիտեք, Իրանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ որ արդեն այդ տարածքներում, որտեղ որ Ադրբեջանը վերահսկողություններ սահմանել, սկսվեցին շատ արագ տեմպերով կկառուցվել օդանավակայաններ, Իրանը բավականին խիստ արտահայտվեց եւ Ադրբեջան-Իրան զորավարժությունների ժամանակ կամ զորավարժությունների նախապայմաններից մեկը սկսման այն էր, որ այդ օդանավակայանները չպետք է գործարկվեն։ Եվ եթե 2020 թվականից հետո մինչև 21 թվականի վերջը 22-ի սկիզբը այդ տարածքներում կային օտարերկրյա զինված ուժերի ներկայացուցիչներ, ապա հիմա այնտեղ չկան։ Եվ Իրանը դրան հասել է Ադրբեջանին, կարող եմ վստահորեն ասել, պարտադրելով, որովհետև վերջի վերջո Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ Իրանի հետ միայնակ չի կարող որևէ գործողության մեջ մտնել, առավել եւս հակազդել Իրանին։ Անկախ այն բանից Իրանը Ամերիկայի համար ուժեղ է թե թույլ է, Ադրբեջանի համար շատ ուժեղ է։ Եվ Ադրբեջանը միայնակ չի կարող, թեկուզ եւ Թուրքիայի հետ միասին չեն կարող Իրանի հետ երկարատև գործողությունների գնալ։ Վերադառնալով նրան, որ զգուշացումներ էր իրականացնում, պետք է ասեմ, որ հիմնական զգուշացման հասցեատերերը Իրաքն էր եւ Ադրբեջանը։ Իրաքում, որովհետեւ հնարավոր է ցամաքային գործողություններ Իրաքի կողմից, բայց միայն Իրաքով չեն կարող սահմանափակվել։ Պետք է լինի նաև այլ ճակատ, որպեսզի կարողանան Իրանին ջլատել։ Եվ այս դեպքում Ադրբեջանը այդ զգուշացումներին ականջալուր է եղել եւ իր հռետորաբանությունը Թուրքիան ընդհանրապես, այսպես ասեմ, ընդհանրապես շատ վաղուց քաղաքականություն է որդեգրել, որ չի խառնվում Իրանի գործերին։ Եվ Թուրքիա-Իրան սահմանին հսկայական պատ է կառուցում հենց ինքը Թուրքիան, որ
ոչ մի առնչություն չունենա Իրանի հետ։ Այնպես որ այստեղ ասել թե Թուրքիան Իրանի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանը, ես այդքան էլ համամիջ չեմ դրա հետ, Ադրբեջանը շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում իր տարածքով, չեմ ասում Ադրբեջան պետությունը, այլ իր տարածքով, քան Թուրքիան։ Դա պայմանավորված է ինչ-որ էթնիկ խնդիրների հետ։ Ոչ, դա պայմանավորված է նրանով, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մնացել է պարտք, այսպես ձևակերպեմ միտքս, եւ այդ պարտքը Իսրայելին է մնացել, որ պետք է վերջի վերջո վերադարձնի, իսկ Իսրայելի համար թիվ 1 թշնամին Իրանն է եւ իր Իսրայելի ողջ արտաքին քաղաքականությունը, ռազմական քաղաքականությունը կառուցված է Իրանին ծնկի բերելու վրա։ Իսկ Թուրքիայի դեպքում բոլորովին այլ քաղաքականություն է եւ հենց այստեղ է Ադրբեջանի եւ Թուրքիայի տարբերությունը Իրանի նկատմամբ քաղաքականության հարցում։ Շատերը ասես մռայլ կանխատեսում են անում, որ եթե հանկարծ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ մեկտեղ հարված են Իրանին, դա ֆորմալ առիթ կդառնա, այսպես ուշադրությունը շեղող հանգամանք կդառնա եւ Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի կամ փորձի ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ըստ ձեզ սա օբյեկտիվ կանխատեսում է եւ ընդհանրապես կան օբյեկտիվ այսպես ասեմ կանխավարկածներ, թե որ Ադրբեջանը, ասենք ինչ որ IX փուլում կարող է հարձակվի։ Այն որ Ադրբեջանը մտադիր է ռազմական գործողություններ Հայաստանի նկատմամբ սկսել, դա փաստ է։ Իր բոլոր հայտարարությունները, խաղաղության պայմանագրի կնքման կամ համաձայնեցման կետերի շուրջ բազմաթիվ առաջ քաշած պահանջները եւ վերջի վերջո համաձայնեցված պայմանագրի կետերի հետո նորից ինչ որ պահանջներ առաջ քաշելը խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը նպատակ չունի խաղաղության պայմանագիր կնքելու, որովհետեւ Ադրբեջանը սպասում է հարմար պահի աշխարհակաղակական տարածաշրջանում, որ ինքը կարողանա այդ հարմար պահից օգտվել եւ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա իրականացնել։ Բայց այդտեղ խնդիր է առաջանում, որովհետեւ աշխարհակաղակական իրավիճակը փոխվում է այն կարգի արագությամբ ու այն կարգի անկախացելի, որ վաղը կարող է այդ ձեր ասած հարմար պահ լինի ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի համար։ Ես ուզում եմ դրան գայ, եւ այստեղ իրականում հաշվարկները բոլորովին այլ են, եթե 2020 թվականին մինչև 2020 թվականը բոլորովին այլ հաշվարկներ էր, Իրանը չէր հաշվարկել իր տարածքների անվտանգությունը, ապա 20 թվականից հետո արդեն ակնառու է եւ ինքը պրակտիկ տեսնում է, որ իր տարածքների նկատմամբ կամ իր ազգային անվտանգությանը որտեղից են գալիս վնասները, եւ այս դեպքում եթե վերցնենք այդ սցենարը, որ Իրանի վրա հարձակման դեպքում Ադրբեջանը եւս կհարձակվի Հայաստանի վրա, ապա վստահորեն կարող եմ ասել, որ Իրանը ռազմական գործողություններ սկսելու է Արաքսի ողջ երկայնքով եւ չի նայելու թե սա Հայաստանի Հանրապետությունն է, թե սա Ադրբեջանի Հանրապետությունն է եւ ոչ թե սկսելու է Հայաստանի Հանրապետության դեմ, այլ նույնիսկ եթե չհարձակվի Հայաստանի վրա Ադրբեջանը, Իրանը միևնույն է Հայաստանի Հանրապետության հետ սահմանը բերելու է մարտական վիճակի, որ ամեն պահի գործողություններ կարող է իրականացնել Ադրբեջանի դեմ։ Վերջին շրջանում ակնհայտ երևում է, որ քաղաքական տարաձայնություններ կան Բաքվի եւ Անկարայի միջև, ընդ որում եթե եւ այս այն դեպքը չի, որ մեկը բարի ոստիկան է խաղում, մեկը չար ոստիկան է խաղում, իրական հակասություններ կան, դա ոչ մի բան չի նշանակում, դա չի նշանակում, որ իրենց գործակցության ձևը փոփոխվում է կամ փոփոխության է ենթարկվել, բայց փաստը մնում է փաստ, որ Թուրքիան ամեն ինչ անում է այս դեպքում, որպեսզի խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքվի Հայաստանի Ադրբեջանի միջև, Բաքուն այդ հորդորները շարունակում է չլսելու տալ։ Այս հակասությունները ինչքան կարող են խորանալ ըստ Իսկապես հակասությունները ակնառու են, ես նաև մեկ օրինակ բերեմ հակասությունների հետ կապված, մեսիջների հետ կապված, ընդհանրապես Թուրքիան նաև այն երկիրն է, ով շատ է սիրում մեսիջներով խոսալ, տողատակերով խոսալ։ Այո, տեսեք, առնվազն երկու անգամ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվել է։
եւ դրան շատ հիստերիկ արձագանքել է Ադրբեջանը։ Հատկապես վերջին անգամ, հա։ Այո, շատ դառներ։ Կապ չունի թե ինչի համար է բացվել, բայց առնվազն երկու սա հենց ձեր ասած այդ հակասության եւ ինչ որ Ադրբեջանին ինչ որ բան հասկացնելու մասին է վերաբերվում։ Այո, Թուրքիան նաեւ որոշակի առումով Թուրքիայի իշխանամետ վերլուծաբանները, փորձագետները անդադ Ադրբեջանին ասում են, որ հավերժ սա չի կարող շարունակվել, վերջի վերջո պետք է մենք կարողանանք մի հարցը լուծել, որովհետև բազմաթիվ հարցեր ունենք, որովհետև անցնենք մյուս հարցի լուծման։ Հարցը եկե հասել է հանգրվանին պետք է լուծում ստանա, բայց դու խնդիրներ ես առաջացնում։ Եվ այստեղ կարողանում է Ադրբեջանը Թուրքիային մեկ այլ բան ասում է, որ տեսեք, ես ինչ եմ ուզում, ես ուզում եմ Միջանցք, որը ձեզ է ձեռնատու նաև, այ դուք ասում եք մեկ ազգ երկու պետություն եւ այլն, եւ ցամաքային կապ չունենք, եւ կարողանում է սրանով գայթակղել կարճաժամկետ կատարվածքով գրավել Թուրքիային, բայց մեծ հաշվով, երբ որ Թուրքիան առնչվում է իսկապես գլոբալ խնդիրներին, հասկանում է, որ այս խնդիրը պետք է շատ արագ լուծել։ Իրականում կաներեք ընդհատում է միֆ է, թե Զանգեզուրի այսպես կոչված միջանցքը Թուրքիային պետք է չկա նման բան։ Գոյություն չունի բնության մեջ։ Իրականում զուտ տնտեսական եւ քաղաքական իմաստով Թուրքիային եւ Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային անհրաժեշտ է ճանապարհ Հայաստանի հյուսիսային հատվածով են, ինչի մասին մենք ասում ենք, խոսում ենք ասելով Գյումրի-Կարս երկաթգիծ։ Գիտեք, այսպես ասեմ, Թուրքիան ամեն դեպքում չի հրաժարվում իր նկարտումներից, որոնք որ ավելի շատ չի ուզում Բաքվին նեղացնել։ Ամեն դեպքում ես իմ կարծիքին եմ, որ Թուրքիան իր նկարտումներից չի հրաժարվում առաջ տանելու հարմար պահին, որպեսզի կարողանա ստեղծել թյուրքական այն աշխարհը, որոնք որ իրենք պատկերացնում են, այսինքն ստեղծել մի երրորդ ուժ, մի աշխարհում մի երրորդ ուժ, որը որ կմիավորի թյուրքական աշխարհին, որը որ կլինի ավելի ուժեղ, ավելի հզոր։ Բայց այս դեպքում նորից եմ կրկնում եւ ասում, իսկապես կա այդ հակասություն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, դրա վառ օրինակներ նաեւ այն հայտարարությունը, որ Էրդողանը կատարեց 44-օրյա պատերազմի արդյունքների հետ կապված, որտեղից այնպես Բաքվից գնացին հիստերիկ արձագանքներ եւ այստեղ պետք է ասեմ Ադրբեջանը հույսը միանշանակորեն դնում է Իսրայելի վրա եւ դրա մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ շատ ակտիվ քննարկում են Իսրայելի հետ համատեղ ռազմաարդյունաբերություն ստեղծելու մասին։ Պետք է ասեմ, մինչ այդ քննարկվում էր Թուրքիայի հետ ռազմաարդյունաբերություն զարգացնելու մասին Ադրբեջանում, բայց հիմա դրա մասին կարծես թե լռել են, չեն խոսում, բայց ավելի շատ խոսում են Իսրայելի հետ ռազմաարդյունաբերությունը զարգացնելու մասին։ Դա ինչ է փոխելու տարածաշրջանում, որովհետև անհեթեթ է ենթադրել, որ ասենք Իսրայելը զորքեր է ուղարկելու հայ-ադրբեջանական սահմանը։ Իրականում տարածաշրջանում հետևյալն է փոխելու ռազմաարդյունաբերություն ունեցող երկիրը կամ ռազմաարդյունաբերությունը զարգացնող երկիրը ինքը բավականին առաջ է գնում, ինքը կարող է այսպես դառնալ առաջնորդ տարածաշրջանում, ինչպես որ ձգտում է հենց ինքը Ադրբեջանը եւ դրանից ելնելով ինքը նաեւ այդ հանգամանքը օգտագործելով եւս մեկ լծակ ունենա իր ձեռքում, որ կարողանա ազդի աշխարհի վրա հարցերը իր ուզած ճանապարհով լուծելու համար։ Իսկ ռազմական գործողությունների դեպքում բնականաբար այդ ռազմաարդյունաբերությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության դեմ պետք է օգտագործվի, այլ բոլորովին այլ տեղ։ Եվ ընդհանրապես պետք է ասեմ, որ Ադրբեջանի զինվելը եւ այս տեսակ զինվելը անդադ զինտեխնիկաներ բերելը եւ այլն, չպետք է մենակ դիտարկենք, որ սա Հայաստանի Հանրապետության դեմ է։ Սա միայն Հայաստանի Հանրապետության դեմ չի։ Սա նաեւ այլ պետության դեմ է եւ բոլորն է սա շատ լավ գիտակցում են, շատ լավ պատկերացնում են եւ սրա դեմը միայն կարելի առնել նրանով, որ մենք կարողանանք դիվանագիտական ճակատում աշխատել, ճիշտ ներկայացնել թե մեր խնդիրները եւ մեր պատկերացումները տարածաշրջանի մասին եւ ընդհանրապես թե Ադրբեջանի իրական խնդիրները եւ պատկերացումները տարածաշրջանի մասին։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։